Yolchian Production-ը ներկայացնում է Yolchian Production։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, տեղեկացնեմ, որ այսօր մեր նկարահանող խումբը այցելել է Վանաձորի թիվ 9 հիմնական դպրոց։ Մենք զրուցելու ենք այն մանկավարժների հետ, ովքեր անցել են կամավոր ատեստավորում։ Բարև ձեզ հարգելի մանկավարժներ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Հարգելի մանկավարժներ, քանի որ դպրոցի սկզբանե սկսվում է հենց տարական օղակից, մենք մեր զրույցը սկսենք հենց Ընկեր Աբելյանից։ Ինչպես եք Ընկեր Աբելյան։ Լավ է, շնորհակալություն։ Ընկեր Աբելյան, սկսենք նախապատմությունից, ինչու որոշեցիք դառնալ ուսուցիչ եւ ով նպաստեց այդ գործում ձեզ։ Հավանաբար ուսուցիչները իմ դաստակը ոնց շատ սիրել են եւ կյանքում մտածել եմ, որ եթե լինեմ ուսուցիչ, իրավունք կլինեմ երևի ես նախախնամություն էր։ Իսկ ինչքանով ստացվեց նմանվել ձեր ուսուցիչ։ Ինձ թվում է բավականին։ Ընկեր Աբելյան, երկար տարիներ աշխատել եք այդ դպրոցում, հիմա տեղափոխվել եք մեր դպրոց։ Որ դպրոցներ ավելի լավ է։ Երկու դպրոցները, բոլոր դպրոցները լավն են։ Իսկ ձեր բոլոր աշակերտներին դաշնակցել եմ բնակության հետ կապված ոչ մի ուրիշ խնդիր։ Ես գիտեմ նաև, որ ձեր երեխաներն են այս դպրոցի աշակերտներ։ Այո, երեք երեխաներ այս դպրոցի աշակերտներ են եղել։ Այն նախկինում եղել եք ծնող, այսօր արդեն այն մանկավարժների հետ դուք նաև գործընկերներ եք։ Նույն ծնողական հարգանքով եք, թե արդեն որպես գործընկերներ եք։ Անշուշտ բնականաբար ինչ-որ բան փոխվել է, բայց այն հարգանքը պահպանվում է, ու ես առաջին հերթին նայում եմ իրենց որպես երեխաների ուսուցիչներ։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր հաջորդ հարցը կուղենք մեր հաջորդ զրուցակցին, Ակուլյան Անահիտին, ով թիվ 9 դպրոցում դասավանդում է տեխնոլոգիա։ Ինչու որոշեցիք դառնալ մանկավարժ։ Ի սկզբանե տենց ստույգ որոշում չի եղել, ուղղակի ընթացքում ստացվեց ֆիզմատկրթություն էի ուզում ստանալ, հետո ընթացքում ոնց որ մանկավարժի մասնագիտությունը ավելի ինքնավազնտեր։ Իսկ քանի տարի է որ աշխատում եք այս բնակավարժում։ Գրեթե 4 տարի։ Ինչքանով եք սիրում ձեր առարկան։ Տարբերությունները աշակերտների մոտ զարգացնում եւ ձեռքբերություններ, եւ ձեռնարկատիրություն, եւ դիզայն, ինքը բավականին հետաքրքիր առարկա է։ Նա մեր հաջորդ հարցը կուղենք մեր շատ սիրելի Թորոսյան Ռուզաննային, ով մեր երեխաներին մաթեմատիկա եւ ՏԿՀԿ է դասավանդում։ Ընկեր Թորոսյան, ինչքանով եք կարևորում ձեր մասնագիտությունը։ Շատ եմ կարևորում, ճիշտ ասած, իմ մասնագիտությունը ընտրել եմ իմ մաթեմատիկայի ուսուցչուհուն շատ սիրելով ու աշխատել եմ նմանվել իրեն, բայց հետո ընդունվեցի կիրառական մաթեմատիկա ուրեմն բաժինը, միաժամանակ ուրեմն պարապելով եւ մաթեմատիկա եւ ՏԿՀԿ պահանջված մասնագիտություն է արդեն ՏԿՀԿ-ն եւ դրա համար շատ ուրախ եմ, որ ես պարապում եմ ու հաջողությունների եմ հասել։ Եթե ունենաք հնարավորություն ընտրել այլ առարկայի ուսուցիչ դառնալու հնարավորություն ունենաք, կրկին մաթեմատիկա կտրեք, թե կտրեմ, բայց նաև շատ սիրել եմ հայոց լեզու եւ գրականություն շատ եմ սիրել, բայց չէ, ելի կտրեմ մաթեմատիկա եւ ՏԿՀԿ։ Իսկ քանի տարի է որ աշխատում եք։ 36 արդեն։ Իսկ սկզբանե աշխատել եք թիվ 9 դպրոցում։ Այո։ Իսկ տարիների ընթացքում եղել են այնպիսի աշակերտներ, դուք ցանկացել եք ձեր ուսուցչի նմանվել, իսկ ունեցել եք աշակերտներ, այո, ունեցել ենք, մինչև այժմ էլ երախտագիտությամբ, որ հանդիպում ենք, ասում են, որ դուք եք պատճառ դարձել, որ ընտրել են իրենց մասնագիտությունը։ Գնալու ավելի է բարդանում, ինչքանով են այսօր մեր երեխաները կարողանում ընկալել այդ առարկան։ Կարողանում են ամենքը իր ուժերի չափով, ճիշտ ասած, իրոք բարդանում է, բայց ուղղակի սովորողները արդեն հետաքրքրություն եւ երևի հետաքրքրությունը շատ քիչ է, ոչ միայն մաթեմատիկայի, այլ մնացած առարկաների հանդեպ
Գեմնացականյան Կարինե ջան, դուք նույնպես դասավանդում եք թիվ 9 դպրոցում մաթեմատիկա եւ կարելի ասել ես էլ շուրջ 26 տարի ճանաչում եմ, քանի որ իմ գործընկերոջ մայրիկն եք, բայց շատ դժվար ճանապարհ եք անցնում, որովհետեւ կրթում եք մեծ ու գնալով բարդ սերունդ։ Ձեր աշխատանքային փորձի ընթացքում ինչ դժվարությունների եք հանդիպել։ Հիմնականում դժվարությունը կայանում է նրանում, որ երեխաների հետաքրքրությունն է պակասում ուսման նկատմամբ։ Առանձնապես երեխաների հետ շփման, դասավանդելու process-ում դժվարություն կարող եմ ասել չունեմ։ Ուղղակի աշխատում եմ այնպես ուսուցանել, որ երեխաները սիրեն առարկան, ուղղակի մաթեմատիկայի յուրահատկությունն էլ նաև այն է, որ միշտ երեխեքին էլ եմ ասում, մաթեմատիկան մի շղթա է, մի օղակը կտրվեց, այսինքն այդ օրվա դասը չսովորեցին, արդեն մյուս դասերը կախված դրանից օղակը կտրվի ու գիտելիքների այդ մի ընթացքը, այդ մի կտորը չսովորելով նրանք արդեն շատ կդժվարանան, գրեթե չեն կարողանա շարունակել։ Ու արդեն դա իրանց մոտ առաջացնում է այն գաղափարը, որ մաթեմատիկան շատ դժվար առարկա է։ Այսօր էլ հենց դասարանում էի ասում, որ երեխեք ձեր միակ դժվարությունը մաթեմատիկա սովորելուն նա է, որ դուք պետք է ամեն օր սովորեք։ Ընդհանրապես դա ամեն օր, եթե դուք գոնե մի կես ժամ 15 րոպե մաթեմատիկային տրամադրեք, այդ օրվա դասը չթողնեք մի կողմ, հաստատ կհասնեք արդյունքի։ Իսկ ձեր զավակները ովքեր են շարունակել ձեր ուղղությունը։ Իմ 3 աղջիկներն էլ մաթեմատիկայի ուղղությամբ են գնացել, ուղղակի 2-ը տնտեսագետ են դարձել, մեկը ճիշտ է ֆիզմաթ սովորեց մաթեմատիկայի բաժին, բայց էլի տնտեսագետի ուղղությամբ է աշխատում, այո։ Իսկ ձեր թորնիկների մեջ կա այդ բարդ առարկայի սերը։ Ես գիտեմ, որ իրանք ավելի շատ նկարում են, բայց այնուամենայնիվ տան ավելի շատ մաթեմատիկներ են։ Ունեմ նկարչուհի, որ այսօր ուսանողուհի է, Գեղարվեստի ակադեմիայում գիտեք, մյուսները առայժմ դեռ պատրաստվում են, բայց դե երևի գեներն էլ աշխատում են, բոլորին հասանելի է մաթեմատիկան, նայած ինչքանով են ուզում այդ առարկան օգտագործել, չնայած ցանկացած մասնագիտության համար կլինի, ասենք, դե տնտեսագետ է, նկարիչ է եւ այլն, ինչ ուզում է լինի, բոլոր դեպքերում մաթեմատիկան պետք է բոլորին, նույնիսկ հայոց լեզվի գրականության մասնագետների համար էլի մաթեմատիկական մտածողությունը, եթե ոչ այնտեղ լոգարիթմի կամ անցյալի հաշվարկ, մաթեմատիկա սովորելով իրենց մտածողությունն է զարգանում։ Շատ ժամանակ երեխեքը հարցնում են, մեր ինչին է պետք է այս լոգարիթմով չեմ գնալու խանութից առևտուր անեմ, ասում եմ դրանով ձեր ուղեղը զարգանում է, ու ցանկացած գործի մեջ դա ձեզ պետք է անպայման։ Շնորհակալություն։ Ընկեր Դուրմիշյան, ես գիտեմ, որ դուք Վանաձորի թիվ 9 դպրոցում դասավանդում եք քիմիա առարկան։ Հիմնականում ծնողները աղջիկ երեխաներին ուղղորդում են հումանիտար առարկաների ուղղությամբ։ Ինչպես եղավ, որ դուք ընտրեցիք քիմիա առարկան։ Ճիշտ ասած, ի սկզբանե ես միշտ երազել եմ դառնալ բժիշկ։ Պարզապես չստացվեց, չգիտեմ, ճակատագիր էր, թե մի քիչ թերանալու վատ աշխատելու արդյունք, այնպես ստացվեց, որ այդ առարկաներն էի ընտրել, այլ տարբերակ չունենալով շարունակեցի ուսումս մանկավարժական ինստիտուտի համապատասխան ֆակուլտետում, ավարտելուց հետո արդեն դարձա ուսուցչուհի։ Սկզբում չսիրելով, ուղղակի ստիպված, որ անհրաժեշտ է, որովհետև ես դա միայն կարող եմ անել, հետո արդեն աշխատելու հետ մեկտեղ
խորանում ես առարկայի մեջ եւ զգում ես, որ դա արդեն քոնն է։ Նախկինում մի քանի տարի առաջ դպրոցի պայմանները թույլ չէին տալիս, որ ունենանք նաև լաբորատորիա։ Այսօր ունենք եւ ինձ թվում է նաև երեխաները կարողանում են ընդգրկել փորձերի միջոցով։ Խնդրում եմ դրա մասին խոսեք։ Այսօրվա եւ պայմանների եւ հնարավորությունների հավաքել առական դա ավելի շատ ակնհայտ երևում է։ Քանի որ մեր առարկան փորձարարական գիտություն է, տարիներ շարունակ առարկան չի հետաքրքրել երեխաներին, ես հասկանում եմ ինքս էլ, որովհետև զուտ տեսականորեն ուսումնասիրել փորձարարական գիտությունը դա ոչ մեկին էլ հետաքրքիր չէ։ Գրել պարզապես ռեակցիաներ գրատախտակի վրա, վերացական նկարագրել, ասենք որ նյութը որի հետ խառնելով ինչ կնկատվի, դա ոչ մեկին հետաքրքիր չէր։ Սովորում էին միայն այն աշակերտները, ում դա խիստ անհրաժեշտ էր, ովքեր նպատակ ունեին շարունակելու այդ առարկաների ուղղությամբ։ Իսկ հիմա շնորհիվ այս նոր վերանորոգման դպրոցը վերազինվել է սարքավորումներով, ճիշտ է նյութեր դեռևս չունենք, բայց նյութերն արդեն պատվիրված են, սպասում ենք նաև նյութեր ստանալու ու արդեն երեխաները բավականին մեծ ոգևորությամբ սպասում են, անհամբեր սպասում են այդ նյութերին, որ մեր լաբորատոր բոլոր աշխատանքները, անհրաժեշտ փորձերը իրականացնենք լաբորատորիայում։ Հուսով եմ, որ արդեն սերն ու հետաքրքրություն առարկայի հանդեպ կմեծանա։ Շնորհակալություն։ Հարցս ուղղեմ ձեզ, ինչպես եղավ, որ դուք ընտրեցիք Նասվարի առաքելություն, ով նպաստեց։ Որ դեռևս դպրոցական տարիներից սիրում էի միջոցառումներ կազմակերպել բակի երեխաների համար ինչ-որ դասընթաց եւ այլն, ուսանողության տարիներին զուգահեռ արդեն նաեւ դասապատրաստումներ եմ իրականացրել եւ հստակ առանց մտածելու, առանց դրա շուրջ վերլուծություն կատարելու հստակ ինձ համար բարձր էր, որ իմ աշխատանքը հետագա լինելու է դպրոցական երեխաների հետ, հատկապես փոքր տարիքի երեխաների, քանի որ այդ տարիքի երեխաները ունեն շատ մաքուր, շատ պարզ ամենաջինջ հոգեբանությունը ներաշխարը, դրանով իսկ շատ հետաքրքիր է, քանի որ դասվարի առաքելությունը կայանում է նրանում, որ հնարավորինս լավ որակներ, բացի կրթական մոտեցումը, նաև մարդկային լավ որակներ ներդնել երեխաների մեջ, սերմանել նրանց մեջ բարություն, ազնվություն եւ դրանով իսկ դասվարի առաքելությունը ավելի մեծանում է եւ դերն ավելի կարեւորվում է փոքր տարիքի երեխաների կյանքում։ Բացի դասվարի մասնագիտությունից ժամանակի հետ, չգիտեմ հանգամանքների բերումով, ընտրեցի նաև շախմատի ուսուցչի մասնագիտությունը, խոսեմ դրա մասին։ Հիմա այս պահին TV-ն հիմնական դպրոցում դասավանդում եմ միայն շախմատ առարկան, բայց որպես դասվար աշխատել եմ եւ նպատակ ունեմ սեպտեմբերից համատեղելու դասվարի եւ շախմատի ուսուցչի աշխատանքները։ Շնորհակալություն։ Միքայել Միխանյան ջան, դուք դասավանդում եք մի առարկա, առանց որի ճամփորդել հնարավոր չի աշխարհագրություն։ Ինչպես է կարողանում կազմակերպել ձեր դասերը, որ երեխաներին գրավեք այդ գեղեցիկ աշխարհ։ Հիմա շատ միջոցներ կան, մանավանդ կրթական տարբեր հարթակներ, վերջերս վերապատրաստվել եմ աշխարհացույց հարթակում եւ այդ գործիքները կիրառում եմ, ինչի միջոցով էլ ավելի է հետաքրքրությունը մեծանում առարկայի նկատմամբ եւ իհարկե տեսադասերը, տեսանյութերը, նկարները, առարկան ինքը հետաքրքիր է, մնում է ավելի հետաքրքիր դարձնել գրավել երեխաներին, որովհետև այսօրվա ժամանակահատվածում մենք մրցակցում ենք հեռախոսների, սմարթէկրանների հետ, այլ աշխարհի հետ ու դժվար է այլ հետաքրքիր աշխարհ նրանց բերել, բայց ամեն դեպքում ինձ թվում է կարողանում ենք իմ առարկան ամեն դեպքում այդ հնարավորությունը ընձեռում է ու ստացվում է երևի թե։ Ես հիշում եմ, որ դուք եղել եք նաև դասղեկ ու շատ կազմակերպված դասարան ունեիք, արդյոք դժվար չէր այսօրվա սերունդի հետ աշխատել։ Դժվար էր իհարկե, առաջի անգամ եմ եղել դասղեկ, բայց փորձություններ հաղթահարելով մարդը կոփվում է, ուժեղանում է, ունեմ հրաշալի աշակերտներ, նրանց ծնողներին կողքին նստած են, այո, ընկեր Աքուլյանը, ընկեր Խուտադյանը, մենք մինչև հիմա համատեղ աշխատում ենք, ինֆորմացիան իրենցից եմ ստանում իմ սիրելի աշակերտներից, պարտանում եմ իրենցով, իրենց ձեռքբերումներով
Իսկ այսօր, քանի որ դուք գործընկերներ եք, իրենք որպես ծնող են, ձեզ էլ շփվում, թե որպես գործընկերներ, այդ բանը որպես ընկերներ, ոչ է գործընկերներ։ Որպես ընկերներ։ Իսկ աշխարհագրության առարկան ինչ է ձեզ համար։ Իսկ սկզբանե այլ մասնագետ եմ փորձել ուզել դառնալ, մաթեմատիկան եմ սիրել, բայց այս առարկանել եմ սիրել, ընդհանրապես բնությունը սիրել եմ, բնագիտական առարկաները բոլորը սիրել եմ, նույնիսկ դժվար էր ինձ համար ընտրել, որը կընտրեմ, ֆիզիկան, քիմիան, աշխարհագրությունը, ամեն դեպքում բոլոր բնագիտական առարկաները սիրում եմ։ Շնորհակալություն։ Մեր ամենակարևոր եւ մեծ դժվարությունների ճանապարհ անցած Գեգուդացյան ջան։ Դուք դասավանդում եք շատ կարևոր առարկա, ինչքան էլ ծնողները դա երկրորդական, երրորդական համարեն, ես համարում եմ, որ ֆիզկուլտուրա առարկան շատ կարևոր է, քանի որ հենց մեր երեխաների առողջության վրա եք շեշտում։ Խոսենք այն ձեր անցած ճանապարհի մասին, որ դպրոցը չունենալով սպորտային բազա, բայց բոլոր սպորտանցիաներում մասնակցելով դպրոցը հաղթանակով էր դուրս գալիս։ Արդեն 26 տարի աշխատում եմ TV-ն հիմնական դպրոցում, այն ժամանակ միջնակարգ էր, հիմա հիմնական։ Այո, չունենալով պայմաններ ֆիզկուլտուրա առարկայի համար նախատեսված, փորձել եմ դասերը կազմակերպել հետաքրքիր, բովանդակային, որքան հնարավոր է եղել, իհարկե շատ դժվար է եղել, բայց այո մասնակցել եմ մրցույթների, նաև մրցանակներ ենք շահել, կազմակերպել եմ ներդպրոցական միջոցառումներ, երեխաները սիրով մասնակցել են, իսկ այժմ ունեմ բոլոր հնարավորությունները լիարժեք դասեր կազմակերպելու, ունենք ժամանակակից գեղեցիկ դահլիճ, որտեղ կարողանում եմ իմ դասերը լիարժեք կազմակերպել, ըստ թեմատիկ պլանի, ապահոված ենք ամեն տեսակի գույքով եւ դասերը ավելի բովանդակային եւ հետաքրքիր են անցնում։ Ունենք նաև դրսի։ Այո, ունենք նաև բացօթյա խաղահրապարակ, նախատեսված ֆուտբոլի համար, երեխաները շատ մեծ սիրով են այնտեղ մասնակցում դասերին, շատ ուրախ եմ, մեր երեխաները արժանի են բարեկեցիկ նորմալ պայմաններում կրթություն ստանալու, այդ թվում ֆիզիկական կրթություն։ Եկեք Դադյան ջան, խնդրում եմ հիշենք մի քիչ շատ ավելի հետ գնանք, քանի որ նշեցիք, որ այսօրվա պայմանները շատ լավն են, չնշեցիք ինչ դժվար ճանապարհ եք անցել, անձրևին, ցրտին, ձյանը, դրսում անցկացնելով ֆիզկուլտուրայի պարապմունքները դասերը։ Այո, շատ դժվար է եղել իսկապես եւ ցրտին, եւ շատ տաք եղանակին դրսում դասերը անցկացնել, բայց փորձել եմ կազմակերպել շատ բարդ է եղել ձմեռվա ամիսներին, ձմռան ամիսներին դասասենյակում դասերը կազմակերպել, ամեն դեպքում հաջողվել է սեղանի խաղերի միջոցով, շախմատի, շաշկի, նմանատիպ խաղերի միջոցով դասերը կազմակերպել եմ, ամեն դեպքում շատ բարդ է եղել։ Ես հիշում եմ, երբ որ տնօրեն Գևարդանյանն էր, Անահիտ Վարդանյանը, ինչքան պաշտոնյա անց որ մոտ գործեր կամ լինում էր հնարավորություն, առաջի հերթին բարձրացվում էր հենց ֆիզկուլտուրայի մարտադաշտի շտաբը, եւ երբ որ մտավ ծրագիր եւ որոշվեց, որ պետք է կառուցվի, ուզում եմ խոսեք ձեր զգացողության մասին, քանի որ բոլորիս կարծես թե համախմբված այս TV-ն դպրոցի ընտանիքում դա առաջնային նպատակ է եղել։ Անկեղծ ասած, սկզբում չէի հավատում, որովհետև խոստումներ շատ էին եղել, բայց իգադար չէր ածվել, բայց երբ արդեն գործընթացը սկսվեց, իհարկե արդեն չհավատալու խնդիր չկար, շատ մեծ ուրախություն, մեծ սպասումներ, որ վերջապես նորմալ պայմաններում դասերը կկազմակերպեմ եւ կատարածվեց մեր բոլորի երազանքը, մեր երեխաների երազանքը, իմ երազանքը եւ այսօր աշխատում եմ շատ գեղեցիկ լավ պայմաններին։ Երբ որ առաջի անգամ ժապավենը կտրեցինք, բնականաբար մաքրման աշխատանքներում բոլորը ներդրում ունեցել են, այստեղ չեն ասել ինքնուր չկա այս դպրոցում։ Եվ այդ աշխատանքների ժամանակ անհամբեր սպասում եք այդ ժապավենի կտրելու պահը։ Այո, օրերը հաշվում էի, թե վերջապես երբ պետք է մարզադահլիճում դաս անցկացնեմ,
մի փոքր շփոթված էր, հենց առաջին դասին ես մի փոքր շփոթված էի, այսպես ինձ համար շատ անսովոր պայմաններ էին, բայց բնականաբար հարմարվեցի եւ շատ հաճույքով դաս եմ անցկացնում։ Ես նկարահանման ժամանակ նկատեցի, որ բացօթյա մարզադաշտում, երբ որ ֆուտբոլ էին խաղում, եւ աղջիկների եւ տղաների մոտ նկատվեց մեծ ոգևորություն եւ նույնիսկ համազգեստով պատրաստ են եկել, կարծես թե նման բան չէր եղել։ Ֆուտբոլը շատ մասսայական սպորտաձև է եւ երեխաների մեծամասնությունը շատ են սիրում ֆուտբոլ մարզաձևը։ Հիմա էլ այս ամիսներին խնդրում են ինչ կլինի դուրս գանք ֆուտբոլ խաղանք, իհարկե այդպես չենք անում, այո, աղջիկների մեծամասնությունը եւս սիրում են, մասնակցում են, մենք չունենք տարբերակում սեռային, որ աղջիկները չպետք է խաղան ֆուտբոլ, բոլորի համար է դասը, եթե թեման ֆուտբոլն է, բոլորը պետք է մասնակցեն ֆուտբոլի դասին, եւ այո, աղջիկները իզարմանես ինձ շատ հաճույքով եւ հետաքրքրությամբ մասնակցում են հենց ֆուտբոլի դասերին։ Իսկ ինչ է մտածում պայմանները իրենց ոգևորում են։ Ուղղակի առարկան են սիրում։ Առարկան միշտապես են սիրել, ես դա միշտ եմ նկատել, կարելի է ասել տարբերություն չեմ տեսնում երեխաների առարկայի սիրելու հետ կապված, բայց իհարկե նոր պայմանները, հանդերձարանները, զգեստափոխվելու հնարավորությունը, մեծ գույքի, մեծ բազան արդեն ավելի ոգևորում է եւ երեխաներին եւ ինձ։ Կարծես թե ընկեր Վարդանյանը հասավ իր նպատակին, որ դպրոց ունեցավ եւ այսօր որ ղեկավարում է Տիկին Դալաքյանը գնալով ղեկավարում է դպրոցը։ Ես կցանկանամ իմ հաջորդ հարց ուղղել ընկեր Թորոսյան ձեզ։ Խոսենք դպրոցի այս լույսավոր պայմաններից եւ նախկին պայմաններից։ Դե բնականաբար հիմա շատ է փոխվել վերանորոգումից հետո, խոսեմ մեր համակարգչային ուրեմն սենյակի մասին, լաբորատորիայի մասին, որ հագեցված է նոր համակարգիչներով, ունենք եռաչափ տպիչ, ունենք պրոյեկտոր, չնայած մի քանի հատ արդեն ունենք, որ կարողանում են ուսուցիչները շարժական տանել դասարանները տեսադասերի համար, ունենք, ինչպես ասեց ընկեր Խուտադյանը, նոր մարզադահլիճ, ունենք ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաներ, հագեցած սարքավորումներով, նյութերով, Նաև գույքը։ Այո, նոր գույքը, ինչպես նաև մեր ուսուցչանոցի նոր գույքը, եւ մենք շատ լավ ենք զգում ես հիմա պայմանները շատ լավն են։ Ընկեր Մնացականյան, դուք հին ուսուցիչներից եք, աշխատել եք մի քանի տնօրենների հետ, ինչքանով է դժվար եղել բոլորի նիստուկացով աշխատել։ Առանձնապես դժվարություն կոնկրետ ես որևէ տնօրենի հետ է բնականաբար, ասենք, մինչև հարմարվում ենք, մինչև տեսնում ենք, որի հետ ինչպես պետք է վարվել, ինչը չլսել, ինչը ակաջի հետև գցել, ինչին ուշադրություն դարձնել, այդպես, դե նույնը ասենք կարող ենք ասել, ցանկացած աշակերտի հետ մենք յուրահատուկ մոտեցում ենք, չէ՞ ունենում, նույնն է ղեկավարի հետ, բոլոր դեպքերում շատ հաճելի է, երբ ղեկավարը սրտացավ է դպրոցի ուսուցչի նկատմամբ, այո, գնահատում է ուսուցչի աշխատանքը եւ միայն առաջնորդվում է դրանով։ Եվ այսօրվա վարպական նաև այն է, երբ որ մեր հաղորդման շրջանակներում մենք մոտեցանք տնօրենին, ինքը հենց առաջարկեց, որ կամավոր ատեստավորում անցած մանկավարժները այսօր Երևան մեր էկրանում, այլ ոչ թե տնօրենը նկարահանման հրապարակում։ Ես նաև կցանկանամ խոսենք այն մասին, որ հենց տնօրեն Տիկին Դալաքյանի նախաձեռնությամբ ամանորի խնջույքին, որտեղ նաև ես պատիվ ունեցա, մասնակցելու ճանապարհեցինք ընկեր Վարդանյանին։ Ընկեր Ուլիխանյան, խոսենք այդ օրվա մասին հենց դուք։ Հիշարժան օրեր, հուզումնալից, մեկին ճանապարհում ես, մյուսին ավելի մոտ ես ընդունում, չգիտեմ, մեծ զգացողություններ ունեցա ես այդ օրը։ Ընկեր Խուտադյանից դուք։ Ընկեր Վարդանյանի հետ աշխատել ենք եւ որպես
ընդամենը ուսուցիչներ եւ հետո ինքը որպես տնօրեն ճիշտ է իր բնավորությունը նենց էր, որ իր կողմից վերաբերմունքը գրեթե տարբերություն չկար, ինքը ուսուցիչ էր, թե տնօրեն էր, նորից նույն հոգատարությամբ եւ այլ կողմնակի ուրիշ ոչ մի, ասենք, զգացողություն, որ մենք ձգվենք, որ ինքը տնօրեն է եւ այլն, այդպես դե ճանապարհեցինք կյանքը այդպես հարմարվում ենք, ինչպես որ թելադրում է մեզ կյանքը։ Հետո ընկեր Դալաքյանին արդեն 1 տարի աշխատել էինք, չէ՞ որ ինքը միասին աշխատել էինք ընկեր Դալաքյանի հետ, մենք ընկեր Դալաքյանին էլ ենք շատ սիրում, ինքն էլ դպրոցի համար դուրս եկած։ Հա։ Դա նաև գալիս է ինձ թվում է նրանից, որ նախկին տնօրենը ինչպես ընդունեց Գետ Հարաքյանին, ինքնիստությանը, կոլեկտիվը, այս ընտանիքը այդպես էլ գնաց։ Մեծից ամեն բան գալիս է, ամեն ինչ գալիս է մեծից։ Բացի այդ, նաև ընկեր Դալաքյանի էությունը, որ դրա համար ավելի շատ մենք իրան շատ սիրեցինք։ Հենց առաջ օրվանից ու կարծում եմ բոլորը կարող են դա վկայել։ Այո, ես նաև ներկա եմ եղել ձեզ այդ ճամփորդության եւ այդտեղ զգացվեց այդ սերը, թե ինչքան փոխադարձ է այդ ամենը։ Հարգելի մանկավարժներ, քանի որ փոքրիկ կոլեկտիվում, բայց դուք իմաստ եք կազմում, որ ինքներդ որոշեցիք կամավոր ատեստավորման մասնակցեք, որը շատ բարդ հոգեբանական, ավելի շատ հոգեբանական բարդությունների առաջ է կանգնում, քան ձեր գիտելիքների։ Ինքը ապերան սկսենք ձեզնից։ Ինչ դժվարությունների ինչով անցաք եւ ինչ կոչ կանեք այն մանկավարժներին, որ վախենում են մասնակցել։ Դժվարությունները երբ նպատակ ես ունենում, ինչ-որ բանի հասնելու, դա պահանջում է աշխատասիրություն, որպես նպատակասլացություն, եւ եթե իրենք ուզում ես մի բանի հասնել, ինձ թվում է ստացվում է կողմով, ինձ թվում է որ այս պատնեստացները բոլորն էլ այդ նպատակը հետապնդել են ու հասել են ինձ նպատակին, երբեմն լինում են անհաջողությունները չեմ ասի, որ գիտելիքի առումով մարդիկ պակաս գիտելիք ունեն, ուղղակի փորձություններ, սա մի մասը կարողացա հաղթահար, մյուսը չէ, բայց եթե նպատակասլաց ես ու ուզում ես հասնես, ինձ թվում է կհասնես։ Իսկ հաջորդ քայլը պետք է լինի կարգը։ Հավանաբար։ Ձեզ հաջողություն շնորհակալություն։ Գյակուրյան, դուք ինչ կասեք։ Ինչու որոշեցիք կամավոր ատեստավորման անցնել։ Քիչ մտավախություն ունեի, քանի որ աշխատանքային process որպես մանկավարժ քիչ էր, բայց որոշեցի աշխատասիրության եւ նպատակասլացության արդյունքում որոշեցի մասնակցել հաջողվեց։ Իսկ այն մանկավարժները, ովքեր վախենում են, քանի որ ես գիտեմ տեխնիկական շատ դժվարություններ է հենց գործիքների հետ կապված, ինչ կոչ կանեք։ Ես համոզված եմ, որ մեր կոլեկտիվում բոլորն էլ խնդիր չեն ունենա եւ համարձակորեն գործում են եւ կարող են անցնել։ Գետ Հովհաննիսյան ջան, դուք ինչ կասեք այդ օրվա մասին, ձեր զգացումների մասին, կկիսվեք մեզ հետ։ Հոգեբանական շատ մեծ զգացողություններ, ամեն դեպքում հաղթահարվեց Փառք Աստծուն եւ կոչ կանեմ բոլորին ազատ դիմեն, որովհետև բոլորն էլ կարող են, ուղղակի մի փոքր այդ հոգեբանական պահը հաղթահարեն եւ բոլորն էլ իրոք հաղթանակներ կունենան։ Այդքան։ Ձեզ նոր հաջողություններ, ձեր մանկավարժական գործունեության ընթացքում եւ բանիմաց ծնողներ եւ շակերտներ։ Գեմնացականյան ջան, դուք ինչ կասեք։ Կամավոր ատեստավորումը 2 անգամ անցել եմ, մեկ 22-ին, մեկ էլ այս տարի։ Դե կարող է այս տարի չանցնել էլի, որովհետև 5 տարվա ժամկետ ունեի, կարող էի սպասել 27-ին, բայց բոլոր դեպքերում փորձեցի մի հատ էլ գնամ։
ինչքան այս պահին մտածում եմ, երևի եկող տարի կգնամ, որովհետև այդտեղ ավելի շուտ, ինչպես Նիկեր Թորոսյանն ասեց, դա ավելի շուտ ոչ թե գիտելիքի ստուգումն է, դե առաջին հերթին գիտելիքի, բայց նաև այդտեղ մեծ դեր է խաղում այն, որ կարողանաս այդ պահին ամեն ինչից դնես մի կողմ եւ կենտրոնանաս, հավաքվես, ինձ թվում է եկող տարի դե ամեն տարի ավելի կատարելագործում են, ավելի հեշտ կլինի, այնտեղ որոշակի բաներ ասենք կար, որ միավորների ցածրություն բերեց, էլի, ասենք, որ դնում ես, պահպանել ես տալիս, մեկ էլ հետո ստուգում ես, տեսնում ես այդ պատասխանները չի պահպանվել, տեխնիկական այդ խնդիրները, էլի, նենց որ էլի ինձ թվում է կգնամ էլի։ Իսկ բոլոր ձեր առարկայի ուղղությամբ եք տվել, թե Չէ, դե ուրիշ ինչ պիտի տայի, իմը միայն մաթեմատիկան է, որի մեջ դե գիտեք ընդգրկված է հանրահաշիվ, երկրաչափություն եւ այլն։ Գետում նշանդ ինչ կասեք։ Ճիշտն ասած, ի տարբերություն իմ գոլեգաների ինձ շատ օգնեց նաև ավագ դպրոցում աշխատանքս։ Միգուցե եթե ես միայն հիմնական դպրոցում աշխատեի, ես երբևէ համարձակություն չունենայի դիմելու կամավորատեստավորման, որովհետև աշխատելով հիմնական դպրոցում ավագ դպրոցի ծրագրից բավականին հեռու ես, դա չի նշանակում, որ դու դա չգիտես։ Տարիներ շարունակ ծրագիր այնպես էր փոխվել, որ շատ թեմաներ, մեծ բաժիններ մեկ դպրոցում չէինք ուսումնասիրում, ու բնականաբար այն ինչ չես ուսումնասիրում, եթե չես մոռանում, գոնե գիտելիքներդ մի քիչ ավելի պակաս է դառնում, այսինքն դու աճ չես գրանցում, դու ընդհակառակը մնում ես նույնտեղ, ավագ դպրոցում աշխատելը ինձ շատ օգնեց, ես էլի եմ կրկնում, ու հենց այդ պատճառով դու արդեն զգում ես հոգեբանորեն, որ դու պատրաստ ես, դու կարող ես հաղթահարել, ու փառք Աստծո ունեի նաև այնպիսի քիմիկ գոլեգաներ, որ մեր թիմային աշխատանքը, այսինքն այդ պարապելու, սովորելու, պատրաստվելու ժամանակահատվածում ես բանիմաց իմ գոլեգաներին դիմել եմ իմ տարատեսակ հարցերով, որոնց պատասխանները համացանց կոչվածում չկան, հետո ասենք հարցեր կա, որ օլիմպիական խմբակների հետ են իրենք աշխատում, ինձ ավելի հստակ կտային այդ պատասխանները, փառք Աստծո անշահախնդիր փոխադարձ համագործակցությամբ ու այդ մեր թիմում գտնվող բոլոր մասնագետները անցան կամավորատեստավորումը, կարելի ասել դա թիմային հաղթանակ էր։ Կենասվյան, դուք դպրոցում դասավանդում շախմատ, այդ կամավորատեստավորում անցել եք որպես դասվար։ Ի սկզբանե երբ ներդրվեց կամավորատեստավորման համակարգը, ես հստակ որոշել էի, որ երբ լինի դասվարների կամավորատեստավորումը, ես պիտի մասնակցեմ եւ առաջին իսկ հնարավորության դեպքում մասնակցեցի որպես չաշխատող դասվար, գրանցեցի ինձ համար տվյալ պահին բավականին լավ արդյունք ու նշեմ նաև կարևոր փաստ, որ արդյունքը տարածվեց նաև շախմատի ժամերի վրա, ինչը բնականաբար ավելի ոգևորիչ է, ու ես իմ բոլոր մանկավարժ ընկերներին միշտ խորհուրդ եմ տալիս անպայման փորձել, որովհետև սա եւս մեկ հնարավորություն է, միջոց է ինքնակրթվելու, ինքնազարգանալու, որովհետև ուսուցիչը այս ամբողջ վազքի մեջ շատ ժամանակ չի հասցնում ինքնակրթությամբ զբաղվել, իսկ երբ գրանցվում ես արդեն կամավորատեստավորման, ուզած-չուզած անցնում ես այդ ճանապարհով ու վերջում հասկանում ես անկախ արդյունքից դու ունես ավելի մեծ բազա արդեն ու բոլորին միանշանակ խորհուրդ եմ տալիս ու երբ որ մարդիկ այսպես տարակուսում են, միշտ ասում եմ, մտածեք, որ նույն աշխատանքի դիմաց դուք կարող եք ստանալ կրկնակի եւ ավելին։ Շնորհակալություն, ձեզ համար հաջողություններ։ Գյուրի Խանյան, երբևիցե մտավախություն չեք ունեցել, որ բավոր չստացվի։ Մտածում եմ, ես ինքս ինձ գնահատում եմ մեկ 90%-ից բարձր, մեկ էլ 40%-ից ցածր, մոտ տատանում էր գնում, քանի որ ծրագիր էր, դասագրքեր նշված չէին, հին ու նոր դասագրքերը եւ ավագ դպրոցի թեմաները կուտակել էի գլխից, չէի հասցնում նույնիսկ կրկնեմ, 2 ամիս պահանջեց այդ բոլոր դասագրքերը թերթելու համար, որտեղ ամռանը ես զբաղվել էի ավագ դպրոցի նյութը ուսումնասիրելով, զբաղվել էի, ինքնակրթվել էի Եվ ինչպես մեր մյուս ուսուցիչներն ասեցին,
Իսկապես ուսուցիչը արժանի է արժանապատիվ աշխատավարձի, դա է մղել ինձ, որ դիմեմ կամավոր ատեստավորման, դասղեկ լինելուց հետո արդեն իմ ժամանակը ներում էր, մինչև այդ չէի հասցնում, բավական մեծ ժամանակ է տանում։ Այն ուսուցիչները, որ չեն դիմում, իմ կարծիքով այդ ժամանակը չեն գտնում, պարզապես որ զբաղվեն իրենցով։ Միայն ժամանակ, որ ինձ տարավ ժամանակը։ Բայց հասա արդյունքի, բողոքարկումից հետո արդյունքներս ավելի բարելավեցին, հիմնական տեխնիկական խնդիրներ էին եղել, ընդհանուր բոլորի միավորները բարձրացրել էին, եթե կհիշեք անցած տարվա աշխարհագրության թեստերը 12 միավոր բարձրացրել էին բոլորինը։ Նու ովքեր որ այդ հարցում ուրեմն թեստը սխալ էր եկել։ Իսկ հաջորդ քայլը տարակարգ պետք է լինի։ Երևի։ Դեռ ընթացքում է։ Գեղկոդայցյան, բոլորի աշխատանքը բարձր թե ինչպես են անցնում համակարգչով, ֆիզկուլտուրա առարկան ինչպես եք։ Շատերի համար այսպիսի կարծիք կա, որ ֆիզկուլտուրա առարկայի քննությունը պետք է լիներ բասկից կամ ցածկից, ինձ անգամ մանկավարժներ են հարցրել ինչ ես անելու, բացելու ես, այսպես իհարկե ոչ, ֆիզկուլտուրա առարկայի համար կա ֆիզիկական դաստիարակության տեսություն եւ մեթոդիկա, ուսումնասիրելով բոլոր ուսումնամեթոդական ձեռնարկները, ծրագրերը, չափորոշիչները, ես պատրաստվել եմ կամավոր ատեստավորման քննության։ Հաղթահարել եմ բարձր միավոր եմ վաստակել, ինձ համար դժվարությունը մինչև որոշում կայացնելն էր, դժվարությամբ կայացրեցի որոշում, հիմնականում ինձ նախատում էի անընդհատ գործընթացը հետաձգելու համար, երբ որոշումը կայացրեցի, բոլոր անհանգստություններս վերացան, մտահոգություններս վերացան եւ համակարգված աշխատանքի արդյունքում, այդպես կասեմ, ես ստացա այն, ինչ ունեմ այսօր։ Հարգելի մանկավարժներ, կրկին անգամ բոլորի շնորհավորում եմ, հաջորդ հարցազրույցը խոսենք տարակարգի մասին, քանի որ մեր հաղորդումը, որ հնարավորություն է տվել Գեր Դալաքյանը նկարահանման, նաև եթերը հեռարձակվելու կանանց միամսյակին եւ ովքեր կցանկանան ուղերձ հղել գեղեցիկ, գեղեցկացնող սեռի ներկայացուցիչներին կամ TV9 դպրոցի մանկավարժական կազմին, եթերը ձեր տրամադրության տակ է։ Խնդրեմ հերթով ձեր ուղերձները։ Գեմ մնացականը, գուցե ձեզնից սկսենք։ Կամ ձեզնով եզրափակենք։ Ես կցանկանամ բոլոր կանանց, չէ՞։ Այո, բոլոր կանանց, դե աղջիկներին, բնականաբար բոլորին առաջին հերթին առողջություն, ամեն ինչի հիմքում դա է։ Եվ հետո որ լինեն հաջողակ, քանի որ նաև ընտանիքի ամրությունը, ընտանիքի երջանկությունը, երեխաների եւ ամեն ինչ ինձ թվում է դա բոլոր դեպքերում ավելի մեծ դերը այսօրվա դրությամբ հատկապես կնոջից է, այո, կնոջ ուսերին է, այսպես ասած, եւ եթե կինը այդ ընտանիքում երջանիկ է, արդեն ամբողջ ընտանիքը երջանիկ է։ Ցանկանամ բոլորը լինեն երջանիկ, ընտանիքն էլ, իսկ ընտանիքն էլ ազգի հիմքն է, ուրեմն լավ կլինի նաև ամբողջ ազգի համար։ Գեորգյան, ձեզ լսենք։ Կցանկանամ երջանկություն, սեր, ժպիտ, կանայք են տան հենասյունը, պահողը, եթե մեկ օրով էլ բացակայում ենք, մեր տունը տուն չի լինում, դա պարզ երևում է, գնահատված լինեն ընտանիքի անդամների կողմից։ Գերտուդազյան, դուք ինչ կասեք։ Ձեր մասնագիտական ուղղությամբ միգուցե մաղթանքը հղեք։ Առաջին հերթին առողջություն, բարեկեցություն, կանացի երջանկություն, թող բոլոր կանայք շրջապատված լինեն իրենց գնահատող մարդկանցով։ Այսքան։ Գերտումիշան։
Առաջին հերթին առողջություն, մեր սիրելի բոլոր կանանց, որովհետև երիտասարդ տարիներին այդ առողջությունը մաղթանքների մեջ ես նկատել եմ, որ վերջին կետում է հնչում, բայց տարիների հետ զգում ես, որ առողջությունը ամենագնահատելի, ամենաանգին բանն է, որը իրոք իբնե պիտի ունենաս։ Հետո բոլորը լինեն սիրված ու գնահատված, որովհետև եթե կինը սիրված ու գնահատված է, նա անկասկած երջանիկ է եւ այդ լույսը ներսից է բխում, այսինքն նրա ժպիտը անկեղծ է, նա լույս է ճառագում։ Գաբրիելյան, դուք ինչ կասեք։ Ես եմ մաղթում բոլորին երջանկություն, Պետի երջանկությունը մի քիչ մեծ հասկացություն, այսինքն եթե մարդը եւ առողջ է եւ ընտանիքում եւ շրջապատում աշխատանքի վայրում եւ իր շրջապատի մարդկանց երջանկությունով է ապրում, ուրեմն դա ինձ թվում է բավական է բոլորին պայծառ լուսավոր հոգուց բխող սեր ու երջանկություն է մաղթում բոլոր ընտանիքներին ջերմություն եւ այսպես գեղեցիկ ժպիտներ ամբողջ հայացքի կանանց թող եւ մայր եւ կին եւ ուսուցչուհի լինեն բոլորի երջանիկ ցանկացած միջավայրում ցանկացած օր ցանկացած բանի գնացեք դասերներով Կարծում եմ, որ երբ կինը գնահատված է ընտանիքում, աշխատավայրում, ցանկացած միջավայրում, երբ գնահատված եւ սիրված է, նա կարող է աշխարհը շուրջ տալ։ Այսինքն կինը պիտի լինի գնահատված, սիրված, լինի ինքնաբավ եւ ոչ մի խոչընդոտ նրան չի կանգնեցնի։ Ուզում եմ, որ հայ կանայք լինի գա այնպիսի օր, որ հայ կանայք աշխատեն իրենց հաճույքի, իրենց ցանկության համար, ոչ թե ստանաժեշտության եւ հոգսերից ելնելով։ Շատ կուզենամ, որ նման մի օր գա, որ աշխատեն ոչ թե կարիքների համար, այլ աշխատեն ինքնակրթվելու, ինքնազարգանալու համար։ Գաբրիելյան, ասում Բոլորին առողջություն եմ մաղթում, ուզում եմ, որ բոլորի աչքերը երջանկությունից միշտ փայլեն, շփիտ անսպառ լինի, կանանցի երջանկություն։ Գիտես, ձեզ լավ փակենք, բարմաղթանքների շղթան։ Ուրեմն ես առաջինը երկրին կցանկանամ խաղաղություն, որ ամենաառաջին երևի պայմանն է։ Իսկ կանանց կցանկանամ լինեն շատ առողջ, ունենան թեթև եւ երջանիկ կյանք։ Շնորհակալություն։ Եվ երջանիկ մայրերն ունենում են երջանիկ զավակներ։ Նաև ունենում ենք երջանիկ դպրոցական սերունդ եւ ընդհանրապես սերունդ։ Հարգելի մանկավարժներ, եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում դպրոցի տնօրեն Ամինե Դալաքյանին, ով կարևորեց, որ բոլորը տեսնեն, թե ովքեր են Վանաձորի թիվ 9 հիմնական դպրոցի կամավոր ատեստավորում անցած մանկավարժները, կրկին անգամ ձեզ շնորհավորում եմ, նորանոր հաջողություններ եւ ինչպես նաեւ միամսյակին լինեք երջանիկ եւ մի շփտակ։ Ցանկանում եք նաեւ ձեզ։ Merci շատ։ Կային ձեզ հարգելի մանկավարժներ։ Շնորհակալ։